Սատանայի զավակը, ֆրանսիական ժողովրդական հեքիաթ, լինում է չի լինում մի հարուստ վաճառական։ Մի անգամ տոնավաճառ գնալիս ճանապարհին նրա դեմ դիմաց դուրս է գալիս ճաշակով հագնված մի պարոն։ Հենց ինքը Սատանան։ Դուք վշտացած տեսք ունեք, ասում է Սատանան։ Իսկ ինչու պիտի վշտանամ, պատասխանում է հարուստը։ Ես ունեմ այն ամենը, ինչ ինձ հարկավոր է։ Ոչինչ չունեմ ասելու, շարունակում է Սատանան, բայց եթե երեխաներ էլ ունենայիք, այն ժամանակ ավելի երջանիկ կլինեիք։ Այդ մեկը ճիշտ եք ասում, համաձայնում է հարուստը։ Արի այսպես պայմանավորվենք, առաջարկում է Սատանան, ուղիղ 9 ամիս հետո, այս նույն օրը, նույն ժամին, դուք 2 երեխա կունենաք, եթե իհարկե խոստանում եք 2-ից մեկին ինձ տալ։ Խոստանում եմ, ասում է հարուստը։ 9 ամիս հետո, նույն օրը, նույն ժամին, հարուստի կինը 2 տղա է ունենում։ Երեխաները ծնվում են, թե չէ, Սատանան գալիս է, վերցնում նրանցից մեկին, տանում իր տուն ու պահում մեծացնում իր հարազատ որդու պես։ Փոքրիկը օր-օրի մեծանում է, ուժեղանում, հասակ առնում։ 13 տարեկանում նա արդեն բեղ մորուք ուներ, սակրավորի նման։ Սատանայի տանը մանարան կար։ Մի օր նա իր որդուն ասում է. Ես մի քանի ժամով տնից դուրս եմ գալու, իմ բացակայության ժամանակ դու պետք է հսկես ջուլհակուհիների աշխատանքը, այնպես արա, որ նրանք ոչ մի րոպե պարապ չմնան։ Շատ լավ, հայրիկ։ Երբ Սատանան գնում է, տղան սկսում է սափրվել ու սափրվելիս հետևում է ջուլհակուհիների աշխատանքին։ Նրանցից մեկը գալիս է, կանգնում տղայի հետևում և սկսում է ծամածռություններ անել։ Տղան հայելու մեջ տեսնում է, շուռ է գալիս ու կնոջն այնպես է ապտակում, որ բոլոր ջուլհակուհիները փռվում են գետնին և շունչները փչում։ Շուտով Սատանան վերադառնում է տուն և ասում. Կանայք աչքովս չեն ընկնում, նրանք հո չեն ծուլացել։ Հայրիկ, քիչ առաջ նրանք պառկեցին քնելու։ Սատանան ուզում է արթնացնել նրանց, բայց բան դուրս չի գալիս, ի վերջո համոզվելով, որ նրանք մեռած են, զայրանում է և որդուն կշտամբում։ Զգույշ եղիր, որ մյուս անգամ նույնը չկրկնվի։ Լավ, հայրիկ, պատասխանում է տղան։ Սատանան նորից է 25 կին բերում և տղային ասում է. Ես մի քանի ժամով տնից բացակայելու եմ, հետևիր, որ ջուլհակուհիները պարապ չմնան։ Լավ, հայրիկ, ասում է տղան։ Սատանան գնում է, ջուլհակուհիներից մեկը նորից է զայրացնում տղային, սա այնպես է խփում նրան, որ այդ կինն էլ, նրա բոլոր ընկերուհիներն էլ միանգամից գետնովն են դիպչում ու տեղը մեռնում են։ Տղան դուրս է գալիս զբոսնելու, այգում հանդիպում է ճերմակ շորերով մի գեղեցիկ կնոջ։ Կինը կանչում է նրան և ասում. Տղաս, դու անիծված տուն ես ընկել։ Ինչպես թե, զարմանում է տղան, միթե հարազատ հորս տունը կարող է անիծված լինել։ Սա քո տունը չէ, պատասխանում է ճերմակ շորերով կինը։ Սա Սատանայի տունն է, քո հարազատ հայրը հարուստ մարդ է և այստեղից շատ հեռու է ապրում։ Մի օր, երբ նա տոնավաճառ էր գնում, ճանապարհին նրան հանդիպում է մի սատանա և ասում, որ հայրդ ինչ-որ բանից վշտացած է։ Հայրդ պատասխանում է, որ ինքը վշտանալու ոչ մի առիթ չունի, բայց Սատանան իրենն է պնդում։ Եթե երեխաներ ունենաք, ասում է, այն ժամանակ ավելի երջանիկ կլինեք։ Արի, ասում է, մի պայման կապենք, ուղիղ 9 ամիս հետո, այս նույն օրը, նույն ժամին, դուք 2 երեխա կունենաք, եթե իհարկե խոստանում եք մեկին ինձ տալ։ Հայրդ համաձայնում է և երբ դու ծնվում ես, Սատանան գալիս է, քեզ վերցնում ու տանում իր տուն։ Իսկ հիմա ինձ ավելի ուշադիր լսիր, դու պետք է շուտ հեռանաս այստեղից, բայց մինչև գնալդ մտիր տուն և Սատանայի բարձի տակի սև տաբատը վերցրու, ինչքան շատ փող հանես այդ տաբատի գրպանից, այնքան գրպանում փողը կավելանա։ Տղան խոստանում է, որ ամեն ինչ կանի այդ կնոջ ասածով, և ապա վերադառնում է տուն։ Քիչ հետո Սատանան գալիս է տեսնում, որ բոլոր կանայք սպանված են։ Այս անգամ նա ավելի խիստ է բարկանում։ Եթե մի անգամ էլ այսպիսի բան անես, ասում է, քեզ տնից դուրս կշպրտեմ։ Տղայի ուզածն էլ հենց դա էր։ Հաջորդ օրը Սատանան տղային նորից հանձնարարում է ուշադիր հետևել ջուլհակուհիներին ու գնում է։
Եվ տղան նորից սպանում է բոլոր կանանց։ Այս անգամ սատանայի համբերության բաժակը լցվում է և նա տնից վռնդում է տղային։ Տղան վերցնում է սև տաբատն ու գնում ծնողների մոտ։ Ծնողները սկզբում չեն ճանաչում իրենց հարազատ որդուն, բայց քանի որ նա բավականին նման էր իր եղբորը, ընդունում են նրան իրենց հարկի տակ։ Սակայն հայրը չէր հաշտվում այն մտքի հետ, որ իր տանը այդպիսի անկոչ հաղթանդամ էր ապրելու։ Ճիշտ է, տղայի ծնողները հարուստ մարդիկ էին, բայց ծառաներ չունեին և իրենք էին հողը վարում։ Մի անգամ դաշտ գնալիս տղայի եղբայրը որոշում է նրան էլ տանել իր հետ։ Վար անելիս ձիերից մեկը սկսում է տեղում դոփել։ «Ձիուն մտրակիր», ասում է եղբայրը։ Տղան այնպես է մտրակով հարվածում ձիուն, որ խեղճ անասունը մեջտեղից երկու կես է լինում։ Եղբայրը շնչակտուր վազում է տուն ու հորը պատմում կատարվածի մասին։ «Ինչ կարող ենք անել», ասում է հայրը, «ավելի լավ է հանգիստ թողենք նրան, թե չէ բոլորիս կկոտորի»։ Քիչ անց տղան գութանշալակած մտնում է տուն, ամեն ձեռքում ձիու մարմնի մի կեսը, ամբողջ արտը նա վարել էր ձեռքի մտրակով։ «Հայրիկ», ասում է նա, «ես մի հարվածով երկու կես եմ արել ձիուն»։ «Ոչինչ, զավակս», խեղճ պատասխանում է հայրը, «ես ուրիշ ձի կառնեմ»։ Որոշ ժամանակ է անցնում, հարևան գյուղում հարսանիք էր։ Տղայի եղբայրը նրան առաջարկում է միասին գնալ խնջույքին մասնակցելու։ Տղան համաձայնում է։ Հասնում են գյուղ, տեսնում են խնջույքը սկսվել է։ Տղան գնում, լուռ նայում է պարողներին։ Հանկարծ պարողներից մեկը ոտքով խփում է նրան ու կատակով հրում։ «Նրանից հեռու մնա», ասում է եղբայրը պարողին, «մի մատով քեզ գետնովը կտա»։ «Ես ոչ քեզնից եմ վախենում, ոչ էլ քո եղբորից», պատասխանում է պարողը և նույն կատակը կրկնում։ Այս անգամ տղան եղբորը խնդրում է մի կողմ քաշվել, իսկ ինքն այնպես է հարվածում կռվարարին, որ նրա հետ միասին բոլոր պարողները փռվում են գետնին։ Եղբայրը թողնում է խնջույքը և գլխապատառ փախչում է։ Տղան վերադառնում է տուն։ Այդ ընթացքում եղբայրն արդեն հասցրել էր ամեն ինչ պատմել ծնողներին։ «Հիմա ոստիկանները այստեղ կգան», վախեցած ասում է նա, «և մեր ընտանիքի պատիվը կխայտառակվի»։ Քիչ հետո տղան ներս է մտնում, դուռ լուսամուտ փակում և ասում. «Եթե ոստիկանները գան իմ հետևից, ասեք, որ ես տանը չեմ»։ Եվ իսկապես կեսգիշերին հայտնվում են 25 ոստիկաններ։ Նրանք պահանջում են բաց անել դուռը և իրար հետևից ներս են լցվում։ Տղան վերցնում է եղանն ու որքան ուժ ուներ հարվածում է առջևից եկողին։ 24 ոստիկանները անշնչացած վայր են ընկնում, իսկ 25-րդը մի կերպ դուրս է նետվում փրկվում։ Հաջորդ օրը գյուղով մեկ թմբուկ են զարկում և հայտարարում, որ իշխանությունները որոշել են առատորեն վարձատրել բոլոր այն մարդկանց, ովքեր կցանկանան զինվոր դառնալ։ Լսելով այդ մասին, տղան ծնողներին ասում է. «Ես էլ եմ ուզում զինվոր դառնալ»։ «Զավակս», պատասխանում է հայրը, «մենք բավականին հարուստ ենք և կարող ենք ինչպես հարկն է կերակրել քեզ, էլ ինչու ես զինվոր դառնում»։ «Հայրիկ», ասում է տղան, «ես հասկանում եմ, որ ձեր գլխին պատուհաս եմ, ավելի լավ է հեռանամ ձեզնից»։ Եվ անցնում է զինվորական ծառայության։ Մի օր գնդապետը տղային ու երկու ուրիշ զինվորի մի գրություն է տալիս և ուղարկում է գնդի համար միս ստանալու։ Նրանցից ամեն մեկը պետք է բերեր 25 ֆունտ միս։ Գնում են մսագործի մոտ և վերցնում իրենց բաժին միսը։ «Ինչպե՞ս թե», զարմանում է տղան, «սա է մեր բաժինը։ Այսքանը ես մենակ էլ կուտեմ, շուտ արեք, 3 եզ էլ մորթեք մեզ համար»։ «Այդ դեպքում դուք պետք է փող վճարեք», ասում է վաճառականը։ Տղան ձեռքը մտցնում է սև տաբատի գրպանը և, քանի որ հաշվել չգիտեր, մի բուռ փող է լցնում սեղանին ու ասում. «Դե միսը տուր»։ Մսագործը վերցնում է դրամը, եզները մորթում ու տալիս է զինվորներին։ «Իսկ հիմա», ասում է տղան ընկերներին, «ամեն մեկս մի եզ շալակենք ու գնանք»։ Զինվորները զարմացած իրար են նայում։ «Եթե ձեզ համար դժվար է», ասում է տղան, «ես առանց ձեզ էլ յոլա կգնամ»։ Մսագործից մի պարան է խնդրում, միսը կապկպում, գցում է շալակը ու գնում են։
Փողոցում անցորդները կանգ էին առնում և ապշած նայում տղայի հետևից: Գնդապետը նույնպես աչքերին չէր հավատում: Հաջորդ օրը տղային ուղարկում են գինի բերելու: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է 3 տակառ գինի շալակած: Այս ամենը դուր չի գալիս գնդապետին: Նա որոշում է ազատվել այդ զինվորից, մի այնպիսի խաղ խաղալ, որ վերջինս հեռանա ծառայությունից: Գնդապետի հրամանով տղային ուղարկում են մի ամայի դաշտում ընկած թնդանոթի պահապան: Թնդանոթ մի ասա, մի սար ասա, 30 ձի միանգամից միասին շարժել չէին կարողանա: Տղային հրամայում են դիրքում կանգնած մնալ ամբողջ գիշեր: Սակայն այդ զբաղմունքը շուտով տղային ձանձրացնում է: Նա մեկնվում է գետնին ու քնում: Բայց մի ժամ էլ չանցած արթնանում է, շալակում թնդանոթն ու գնում է ուղիղ գնդապետի տուն: Տան բակում թնդանոթը ցած է դնում գետնին թե չէ, գետինը փոս է ընկնում: Գնդապետ, Գնդապետ, գոռում է տղան, հրես, վերցրեք թնդանոթն ու հանգիստ քնեք, այլևս ոչ մեկը չի գողանա ձեր թնդանոթը: Տղային ծառայության էին վերցրել 8 տարով, բայց նա պարզամիտի մեկն էր և կարծում էր, թե ծառայելու էր 8 օր: 8 օր հետո նա գնում է գնդապետի մոտ և հարցնում, թե չի լրացել արդյոք իր ծառայության ժամկետը: Իհարկե լրացել է, ուրախանում է գնդապետը, հենց այսօր կարող եք մեկնել: Տղան հրաժեշտ է տալիս նրանց ու գնում վարձու աշխատանք փնտրելու: Նա մի հարուստի տուն է մտնում, տանը միայն տանտիրուհին է լինում: Տղան ասում է, որ ուզում է ծառա դառնալ: Ամուսինս էլ գնացել է ծառա փնտրելու: Ասում է տանտիրուհին, մի քիչ սպասենք, հիմա ուր որ է կգա: Քիչ հետո տանտերը վերադառնում է: Նա հարմար ծառա չէր գտել: Տղան առաջարկում է իր ծառայությունը և ասում, որ ինքը դրամ չի ուզում: Երբ լրանա ծառայության 1 տարին, տանտերը պետք է իրեն թույլ տա վերցնել այնքան ցորեն, որքան կկարողանա շալակել: Տանտերը գնում է խորհրդակցելու կնոջ հետ: Բան չունեմ ասելու, այդ տղան բարձրահասակ է, զգացվում է, որ ահագին ուժ ունի: Բայց շատ նա կարող է շալակել մի 15 բուասո ցորեն, ոչ ավելի, ասում է կինը: Տղայի պայմանն ընդունում են, ցույց են տալիս արտերն ու աշխատեցնում են: Նրանց ունեցածը մի գութան է լինում, իսկ գութանին լցված էին 2 քնձռոտ ձիեր: Վախենալով, որ մտրակի ամենաթույլ հարվածով անգամ կարող է 2 կես անել այդ ձիերին, տղան շորերը հանում է, փռում գետնին, ձիերին պառկեցնում շորերի վրա, իսկ ինքը լցվում է գութանին ու սկսում վարանել: Կին է էս, որ տեսնում է ամուսնուն ասում է, այ մարդ, մի տես, թե էս մեր նոր ծառան ինչ է անում, ձիերին պառկեցրել է, ինքն է վարանում, էսպես որ գնա մենք նրա պարտքի տակից դուրս եկողը չենք, մեր ունեցած ցորենը քոռ ու փուչ կանենք, մի ճար արա նրանից ազատվենք: Ինչու չեկաք միասին ճաշենք, հարցնում է մաճկալը տղային: Ուզում էի նախ գործերս ավարտել, հետո ուտել, պատասխանում է տղան: Տեսնում եք, ձեր արտերը ծայրից ծայր հերկել վերջացրել եմ: Տեսնում, ասում է տանտերը, օրվա մյուս կեսը կարող ես հանգստանալ: Տղան նստում է ճաշելու: Նա մեծ հաճույքով կուտեր այն ամենը, ինչ դրված էր սեղանին, սակայն ստիպված էր բավարարվել իր բաժին ուտելիքով, իսկ դա նշանակում էր սոված մնալ: Հաջորդ օրը տանտերը, որ արդեն երազում էր տղայից ազատվելու մասին, նրան հանձնարարում է ցորենը տանել ջրաղաց, աղալու: Դու մի ասա, ով որ գնում էր այդ ջրաղացը, էլ ետ չէր դառնում: Տղան ուրախ սուլելով ճամփա է ընկնում: Հասնում է ջրաղաց ու տեսնում, որ 12 սատանաներ նստած են ջրաղացի վրա: Սատանաները հենց տղային տեսնում են, ամեն մեկը մի կողմ է փախչում: Ինչ արած, ասում է նա, ինչպես երևում է ցորենը ես պետք է միայնակ աղամ: Նա ձայն է տալիս, կանչում սատանաներին, բայց որքան ձայնը բարձրացնում է, այնքան սատանաներն ավելի հեռու են փախչում: Ստիպված սկսում է մենակ աղալ ցորենը: Երբ գործը վերջացնում է,
ձին ուղարկում է տուն, ինքը մնում է ջրաղացում, տանտիրուհին տեսնելով, որ ձին առանց ձիավորի է, շատ է ուրախանում, կարծելով, թե տղան այլևս չի գա, բայց նրա ուրախությունը կարճ է տևում, շուտով հայտնվում է ծառան, նա գալիս է հետևից քարշ տալով ջրաղացն ու ճանապարհ բացելով փոքրիկ գետակի համար, որի ջրերը պտտեցնում էին ջրաղաց քարերը, տղան ջրաղացը հարմարեցնում է տանտիրոջ բակում, թեթևացած շունչ քաշում և ասում. «Սրանից հետո ինձ համար ավելի հեշտ կլինի, ցորենն այստեղ էլ կաղամ ու այնքան ճանապարհ չեմ կտրի»։ Տեր Աստված, միաբերան բացականչում են տանտերն ու նրա կինը, ինչ ուժեղ մարդ եք դուք։ Դրանով նրանք ձևացնում են, թե իբր գոհ են ծառայի աշխատանքից, բայց իրականում շատ էին վշտացած։ Մի օր էլ տերը ծառային ասում է. «Ինձ շատ քար է հարկավոր, գնա էն մոտիկ քարհանքն ու այնտեղից քար բեր»։ Տղան վերցնում է քլունգը, քար տաշելու գործիքները և իջնում է քարհանք, որի խորությունը անցնում էր 100 ոտնաչափից։ Ոչ ոք չէր համարձակվում մտնել այդ քարհանքը, պատերից անընդհատ մեծ քարեր էին գլորվում ցած։ Տղան անցնում է գործի, նա քլունգի մի հարվածով հսկայական բեկորներ է պոկում և այնքան հեռու գցում, որ դրանք ընկնում են տների գլխին և ջարդոտում տանիքները։ Տերը վազեվազ մոտենում է քարհանքին և գոռում. «Բավական է, այս ի՞նչ ես անում, բոլոր տները քար ու քանդ արիր»։ «Վա՜հ», զարմանում է տղան, «այդ քարի կտորներն ի՞նչ են, որ տներ քանդեն»։ Տերը չգիտեր, թե ուրիշ ինչ հորիներ ծառայից ազատվելու համար։ Մի օր էլ նա մի նամակ է տալիս տղային և պատվիրում շտապ հասցնել իր բանտապահ եղբորը, սպասել, մինչև եղբայրը նամակը կարդա ու պատասխանը հետ բերել։ Բանտապահը նամակը կարդում է, թե չէ, անմիջապես շղթայակապ է անում տղային ու նետում մենախոց։ Տղան չի դիմադրում, կարծելով, թե դա բանտում ընդունված կարգ է և ինքը պետք է այդպես սպասի նամակի պատասխանին։ Սպասում է, սպասելուց ձանձրանում է, կապանքները փշուր է անում, ձեռ ու ոտը ազատում է և այնպես հարվածում դռանը, որ դուռը ճռռոցով պոկվում է ու թռչում ընկնում տանիքի վրա։ Հետո գնում է բանտապահի մոտ և ասում. «Ես ինչքան պետք է սպասեմ նամակի պատասխանին»։ «Նամակի պատասխանի՞ն», շփոթվում է բանտապահը, «Ճիշտ որ ես բոլորովին մոռացել էի նամակի մասին, խնդրում եմ մի րոպե էլ սպասեք»։ Եվ նա եղբորը նամակով պատասխանում է, թե ինչքան շուտ ազատվի այդ ծառայից, իր օգուտն է։ Նաև ասում է, որ ինքը ոչնչով չի կարող օգնել եղբորը։ Տղան նամակը դնում է գրպանը և գնում տուն։ Բայց քիչ հետո միտքը փոխում է, հետ է դառնում, շալակում է բանտը բանտապահի հետ միասին և տանում դնում է ուղիղ իր տիրոջ տան կողքին։ «Սրանից հետո, — ասում է նա իր տիրոջը, — կհանդիպեք ձեր եղբորը ինչքան ուզում եք»։ Եվ ավելացնում է. «Կարծեմ իմ ծառայության մի տարին արդեն լրացել է, չէ՞»։ «Ճիշտ որ, — պատասխանում է ուրախացած մաչկալը, — հենց այսօր լրացավ մի տարին։ Եթե այդպես է, ես պետք է վերցնեմ իմ բաժին ցորենը, ինչպես որ պայմանավորվել ենք»։ Տղան խոսքը չէր վերջացրել, երբ ամուսինները սուգ ու շիվան են բարձրացնում։ Խղճամ ես, — ասում են նրանք, — ախր մենք չենք կարող այնքան ցորեն տալ, ինչքան դու ուզում ես, եթե նույնիսկ հավաքենք ամբողջ գյուղի ունեցածը։ Սկզբում տղան ձևացնում է, թե իր պայմանից հրաժարվելու միտք չունի, բայց հետո հանգստացնում է տանտերերին և ասում, որ չի ուզում վշտացնել նրանց, դեռ սև տաբատի գրպանից էլ փող է հանում ու տալիս է կնոջը։ Ու մինչև հիմա էլ տղան այդպես աշխատանքի է անցնում այստեղ-այնտեղ և վերջում աշխատավարձը վերցնելու փոխարեն օգնում է տանտերերին և հեռանում։ Ահա և հեքիաթը վերջացավ։ Եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր հեքիաթներ լսելու հնարավորություն ունենաք։